Վերջին շրջանում իմ ամբողջ Instagram-ը ողողված է այս սուշի բուրգերով, եւ ես ուղղակիորեն չէի կարող անտարբեր անցնել այս տրենդի կողքով։ Կլոր բրինձը մի լավ լվանում ենք, որպեսզի ջուրը դառնա թափանցիկ։ Պատրաստման եղանակը մանրամասն կգրեմ նկարագրության բաժնում։ Բրինձի վրա ավելացնում ենք քացախ եւ շաքարավազ եւ անցնում հավաքելու գործընթացին։ Ձեռքերի վրա լավ տարածում ենք ձիթայուղ եւ սկսում։ Նորի, բրինձ, սերուցքային պանիր, վարունգ, ձեր նախընտրած ձուկը կամ ծովախեցգետին։ Ես ընտրել եմ սաղմոն եւ ծովախեցգետին։ Ավելացնում ենք ավոկադո, բրինձ, նորի եւս մեկ շերտ եւ ինչպես ցույց եմ տալիս հոլովակում, պտտում ռոլը։ Այս չափաբաժնից ստացվում է 5 բուրգեր։ Այսպես փաթաթած պետք է թողնել 15-ից 20 րոպե։ Պաքսիմատի փոխարեն ես ընտրել եմ չիփսեր, որովհետեւ այսպես ավելի համեղ է։ Բուրգերը սկզբում թաթախում ենք ալյուրով եւ ջրով զանգվածի մեջ, հետո չիփսի եւ տապակում ենք նախապես տաքացված բուսայուղի մեջ ընդամենը 1-2 րոպե։ Այնպես չի, որ ես եմ պատրաստել դրա համար եմ ասում, բայց եթե լինեմ անկեղծ, սա իմ փորձած ամենահամեղ սուշին էր։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի ախորժակ։